Հարգելի Եվրոնեստի ներկայացուցիչներ, պատգամավորներ, եվրոպական և այլ երկրների պաշտոնյաներ, այսօր այստեղ ենք ի աջակցություն Հայաստանում պահվող քաղբանտարկյալների և Բաքվում պատանդարված մեր հայրենագիտների։ Ցավոք սրտի մենք ևս մեկ նոր ակցիան ենք իրականացնում ի աջակցություն քաղբանտարկյալների, քանզի քաղաքական բանտարկյալների թիվը Հայաստանում գնալով միայն աճում է և օրվա կառավարիչները իրականացնում են ռեպրեսիոն գործողություններ, որոնք որևէ կապ չունեն ժողովրդավարության հետ։ Հայաստանի Հանրապետությունում այսօր չկա խոսքի ազատություն և այսօր դուք տեսնում եք այստեղ տասնյակ մարդկանց լուսանկարներ, ովքեր Հայաստանի կամ Բաքվի բանտերում են։ Եվ այսօր մենք այստեղ ենք ասելու, որ Հայաստանի քաղաքացիները չեն համակերպվելու այս իրավիճակի հետ, չեն համակերպվելու եվրոպական տարբեր կառույցների լռության հետ։ Մենք տեսնում ենք, որ տարբեր կառույցներ տեսնելով և իմանալով իրականությունը լռում են և գործուն քայլեր չեն ձեռնարկում, որպեսզի Հայաստանում վերականգնվի ժողովրդավարությունը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում մարդիկ կալանավորվում են իրենց խոսքի, իրենց կարծիքի համար։ Այսօր մենք ուզում ենք արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական գործիչները իրենց ընդդիմադիր հայացքները արտահայտելու համար հայտնվում են բանտերում և եվրոպական այլ արժեքները, որոնց անկյունը քարը միանշանակ լռությունը չէր, այլ գործողություն անելն էր, մենք տեսնում ենք, որ այսօր որևէ գործողություն, որևէ գործընթաց և որևէ շոշափելի առաջընթաց այս թեմայի շուրջ չի արձանագրվում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն ընդունում այս ռեպրեսիաները և չեն պլանավորում ապրել դիկտատուրայի ռեժիմի ներքո։ Երեկ կալանավորվեց Մասիս խոշորացված համայնքի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ում շինցուկ հրեական գործի շրջանակներում բանտարկեցին 6 տարի 3 ամիս ժամկետով։ Դավիթ Համբարձումյանը հանդիսանում էր Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու իմպիչմենտի գործընթացի մեր միասնական, ընդդիմության միասնական թեկնածուն։ Մենք այսօր այստեղ ենք ասելու, որ մենք աջակցում ենք բոլոր քաղբանտարկյալներին, ես խոսքս փոխանցելուց հետո անպայման կընթերցեմ բոլոր քաղբանտարկյալների անունները Հայաստանում և Բաքվում գտնվող։ Այսօր մենք ուղերձ ունենք և մեր ուղերձը հստակ է։ Այդ ուղերձի անունը ազատություն է։ Եվ քանի որ դուք հարգելի գործընկերներ չեք հասկանում իմ լեզուն, ես կգոռամ, կկոչեմ այդ բառը ձեր լեզվով։ Freedom! 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 Խոսքս փոխանցում եմ, պատիվ ունեմ
խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին։ To the international community, to the representatives of human rights organizations, and to the present delegates of Euronest, I have a very short question to you. Are double standards more important for you than freedom of speech? Are your narrow political benefits more important for you than values and rights? Do you prefer obedient authorities for you rather than European democracy and European values? For the last 7 years, as a citizen of Armenia, as a person who is actively involved in politics and public relations, I have seen thousands of detentions, hundreds of detentions of people, only for one reason: because they have criticized Nikol Pashinyan, because they have criticized the actions of Nikol Pashinyan and the government of Nikol Pashinyan, and you do nothing on it. Here we have seen 20, 30 policemen arresting a person because he published a post on Facebook criticizing Nikol Pashinyan. I have seen 20, 30 policemen torturing an arrested man in police station because this man dared to attend the protest against Nikol Pashinyan and his government. And you also did nothing on these cases. You prefer the regime of Nikol Pashinyan instead of human rights and values. We share the European values and the European democracy, but not your double standards, but not your narrow political benefits. Here we call on you. We call on your actions and reaction to this situation and to the problems here in Armenia. I call on you to finally hear us and to finally react. So-called international community, so-called people who are monitoring the situation in Armenia, pretend not to see, not to listen, and not to hear us. But we are here standing and demanding your reaction and action on it. Please take attention. Visit the people that are now in jails of Armenia. Now we have more than 15 political prisoners, people that are only criticizing Nikol Pashinyan, attending protests and expressing their opinion on Nikol Pashinyan. We are now here to take your attention only to see what is going on here in Armenia. I call on you to hear. I call on you to analyze the cases of political prisoners in Armenia. Visit them in jails and do something. Take some actions or take a reaction on it, and your actions will be worthy of appreciation. Freedom to all political prisoners in Armenia. Freedom to all political prisoners, Armenian prisoners in Baku. Freedom, 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 freedom. Հարգելի հայրենակիցներ, ուզում եմ տեղեկացնել մեզ դիտող մեր հայրենակիցներին, որ Euronest-ի պատգամավորները, մեր հարգելի ընկերները դիտում են մեզ եւ այնտեղ են կանգնած, եւ խոսքս ուզում եմ փոխանցեմ Հայաստան Դաշինքի պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։ Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, այս օրերին Հայաստանի Հանրապետության